Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում այս օրերին նույնպես քվեաթերթիկների վերահաշվարկ է տեղի ունեցել թե սեփական նախաձեռնությամբ, թե քաղաքական ուժերի դիմումների համաձայն։ Մասնավորապես դիմում բողոք էր ստացվել Միասնության թևեր կուսակցության падգամավորի թեկնածու Կարեն Լազարյանից, սակայն այն մերժվել է, քանի որ վերջինս ներկա չի եղել ամփոփման նիստին։ Թիվ 34 կոտորակ 63 տեղամասում հանձնաժողովի սեփական նախաձեռնությամբ է իրականացվել վերահաշվարկ, արդյունքների փոփոխություն չի արձանագրվել։ Այնուհետև սեփական նախաձեռնությամբ թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վերահաշվարկ է իրականացրել 34-ի 1, 34-ի 19, 34-ի 22, 34-ի 41, 34-ի 55 տեղամասերում, այնուհետև ավելացվել է 34-ի 9 եւ 34-ի 60-ը գրանցամատյանների ուսումնասիրության արդյունքում, նույնպես սեփական նախաձեռնությամբ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի վիճակահանության արդյունքներով ենք բացել 3 տեղամաս։ 34 կոտորակ 41 տեղամասային ընտրական հանձնաժողովի վերաբերյալ համացանցում տեղեր գտել կեղծ տեղեկատվություն։ Դա հերքելու համար սեփական նախաձեռնությամբ իրականացվել է վերահաշվարկ, արդյունքները մնացել են անփոփոխ։ Որոշ տեղամասերում էլ անվավեր քվեաթերթիկները վավեր են դարձել։ Հանձնաժողովի նախագահը պատճառաբանում է, որ ծալված են եղել քվեաթերթիկները դրված ծրարի մեջ, իսկ պատճառաբանում է մենք իրենց հարցը չի համարեք ծալված քվեաթերթիկը անվավեր դարձրել, եթե սահմանված նմուշի է, կա ինքնասոսնձվող դրոշմանի շփակցված, պատճառաբանել են, որ վստահանձի չեն ստիպել, որ մենք այդ քվեաթերթիկը անվավեր ճանաչենք։ Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմինե Անդրանիկյանի հաղորդմամբ 17 ընտրատեղամասերի վերահաշվարկի շնորհիվ ԴՕԿ-ի արդյունքները պակասել են 1, Ուժեղ Հայաստանինը եւ Հայաստան Դաշինքինը 2-ական, Միասնության թևերինը 1 քվեով, իսկ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը ավելացել 6-ով։ Վստահված անձինք, որոնք եղել են այս ընտրության ընթացքում տեղամասային հանձնաժողովներում, խանգարել են ամբողջ process-ին, իրենց չիմացության արդյունքում եւ կեղծ տեղեկատվություն են հաղորդել։ Իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները պատշաճ ձևով վերապատրաստված են եղել։ Մենք դասընթացներ ենք իրականացրել տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների հետ, չհաշված մի քանի թերացումներից, որ հանձնաժողովի նախագահը կամ անդամները ենթարկվել են վստահված անձանց ցուցումներին, այսինքն կատարել են վստահված անձանց ցուցումները, մնացած բոլոր հարցերում մենք դժգոհություն չունենք հանձնաժողովականներից, ճիշտ են աշխատել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 12-ին կրկին հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշել է, որ այս պահին իրավիճակի վերաբերյալ հանձնաժողովի պաշտոնական ցանկացած մեկնաբանություն կարող է ընկալվել որպես կանխակալ կարծիք։ Ուստի կոչ են անում սպասել հունիսի 14-ին քվեարկության արդյունքների վերջնական ամփոփմանը։ Աննա Մելքումյան, Սյունիք, լուրեր։